Մարդն ու անասունը իրարից ջոկվում են հիշողությամբ։ Են ծառը թե հիշողություն ունի, քոնոնք էլ ունեն։ Քոնոնց կտրում են, մորթում են, սրբում են, ծաղրում են, քոնոնք իրենց հիշողությունից փախնում են ու նորից կզրկվեն, նորից կզրկվեն, նորից հիշողություն չեն ունենա։ Վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանեն։ Ասում եք սեր, ասում եք սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք։ Դուք վախենում եք ատելուց, դուք ձեր սերը թաշկինակ եք անում ու կապում ձեր աչքերին, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել։ Հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն։ Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզեք էլ չեք մեռնի։ Մի անգամ ձեր գլխի հետ թող իր բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ էլ կխփեն։ Տղամարդու պես մի անգամ կանգնեք, թող ձեզ զորով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զորով կոտրեն։ Մյուս անգամ տեսնեմ էլ կկոտրեն, կծալեն, կտրորեն։ Քանի որ քո տրամաբանությունը վերջանում այնտեղ, որտեղ սկսվում է քո ստամոքսը, բնապահպանության մասին խոսելիս ես կսկսեմ քո ստամոքսից։ Բարլուս, դու քո քաղաքի պիզդեց մեծ հանքը դիտարկում ես որպես ապրուստիդ միակ միջոց, իսկ ինձ այդ հանքի դեմ խոսացողից ամենավերջի մասոն, ջհուդ, չեչեն, անջատողական։ Հիմա ես կխնդրեմ գնաս քո քաղաքի հիվանդանոցի ուռուցքաբանական բաժանմունք ու հարցնես, քանի 100 մարդ ա մեռել վերջին մի տարում ռակից ու քանիսն են շարունակում ռակը օրգանիզմում շնչել քո գործարանի արտանետած ծծմբաթթուն։ Հետո կխնդրեմ գնաս ծննդատուն ու հարցնես, քանի վիժում ա եղել վերջի տարում։ Ու քանի դեռ դու խորացայր ու մտածբախ հայացքով նստած մտածում ես, որ քո 80,000 աշխատավարձով վաճառում ես քո ընտանիքիդ անդամի կամ ինչ-որ չուժոյ պախմել մեկի առողջությունը, ով վաբշե կապ չունի քո 80,000-ի հետ, ու տունը պրոստը տակ նստած ծծմբաթ թույ ա շնչում, ես կսկսեմ խոսալ բնապահպանական խնդիրներից։
հանքը հանրային սեփականությունն է, ու դրա շահագործման թույլտվությունը մենակ հանրությունը կարա տա։ Ոչ թե Սերժիկենց կառավարությունում նստած մի ոռահաստ, որ արդեն 50 տարի է շռելիս, պուպուլիկը չի տենում, որովհետև փողը թույլ չի տալիս։ Բայց դրա ձևն էլ եք լավ գտել։ Փողը։ Լավ գիտեք, որ փողի համար դաժե հարազատի առողջությունն ենք ծախում։ Ուր մնաց չթողենք հանքը շահագործեք։ Նույն պրինցիպով էլ շահագործման թույլտվություն կտա մեր լավ աղբոր ամուսնու Սերժիկ Ցողունիչից կառավարությունը։ Փողին մունատ։ Հիմա կասեք էլ նորմատիվ շահագործման դեպքում ինչ խնդիր կա որ։ Ես էլ կասեմ խի ներդրում անեք որ հենա կառավարության թույլտվություն կա։ Բնության բերանը տվեք ինչքան կարաք։ Ու հանկարծ չասեք Սերժիկից տարբերվում եք։ Երկուսիդ մոտ էլ փողին մունատ պրինցիպն է։ Կամ այդ որ բերանները բացում ու տուրիզմի զարգացումից եք բարբաջում։ Կարակ տուրիզմ զարգացնեք մի քաղաքում, որտեղ զավոդը ծծմբաթթու է թքում քաղաքի ու շրջակա միջավայրի վրա։ Իսկ այդ օդը շնչելուց հետո բերանիցը նենց համա գալիս։ Մտածում ես երկրորդ համաշխարհային նվախտ իր մահով մեռածը չտաղած, դիակի միս ես կերել։ Տուրիստին լավ հավեսով ժամանց ապահովելու համար Օչանբարի ջերում բայդարկի մրցումներ կազմակերպեք։ Հետո տարեք մոտակա գյուղը 23 ծիծ ունեցող կոմիկատ խմելու։ Բրիտանական փողերով շահագործվող ամուլսարի հանքը ձեզ վառ օրինակ։ Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում ամուլսարի վերևից ծագել ու այդ ցիանիդը սարի գլխից լցնել հողի ու քաղցրահամ ջրի պաշարների, արփավորոտան գետերի, սպանդարյան ու կեչուտ ջրամբարների, արփա սևան թունելով նաև Սևանի մեջ։ Մի պահ պատկերացրեք, ցիստերներով ցռում ենք Մասիսի գլխին, ու այդ ցեռը ամբողջությամբ պատում է հայկական լեռնաշխարհը, հողերը, գետերը, ջրերը, երկինքը։ Իսկ այդ ցեռախառը հողից մենք բերք ենք ուտում ու խմում ենք այդ ցեռոտ ջուրը։ Իսկ բրիտանացու Բիգ Բենին թե մեր երկիրը քաք մեզ չի անում, եթե մենք մեր երկրին, մեր բնությանը տեր չենք կանգնում, բրիտանացու Չերչիլին խի պետքա լինի որ։ Սևանասի հիշա 100 միլիոն մետր խորանար ջր առը, որն այս սիգի տղերք։ Հիմա կասեք, մամա յարե, վատ բան չենք անում, գյուղացիներին ոռոգման ջուր ենք տալիս։ Ես էլ կհարցնեմ, բախի այս ջրառատ երկրում գյուղացին ոռոգման ջրի խնդիր ունի։ Դուք էլ կասեք, ծծում բլնեմ, ոռոգման ջրի ցանցը քրքրված է, 50% ջրի կորուստ եք տալիս։ Ջուրը գյուղացում չի հասնում։ Իսկ ստեղ վնիմանիե վապրոս, դարագի զնատակի։ Բա տարեկան 900 միլիոն դրամը, որ դուրս եք գրում այդ ցանցը սարքելու համար, ուր է կորում։ Բա պետք է իջացնենք մակարդակը, բայն Մանդալոշկա նախարար Բուլկի Արամը իր ափամերձ դվարեսները որտեղ սարքի, տեղ չկա, սաղ զբաղացրել են չալաղաջ աղբերները։ Նույն պրինցիպով էլ հաջորդ նախարարը կգա, մի 3 մետր Սևանի վրից կֆրտսնի, որ իր այդ օբյեկտների համար լիքը տեղ բացվի, խի չէ որ։ Հայաստանի չափ բնակչություն ունեցող Լիտվան օրինակ տարեկան 25 միլիարդ դոլարի արտահանում ունի։ Մարդիկ նստում ու Լիտվու գենին զոր տալու տեղը ուղեղներին են զոր տալիս ու մտածում են աշխարհին ինչ բարիք տան ու փող աշխատեն հետնել։ Պղինձը մոլիբդենը գետնի տակից հանելը, վագոններ լցնել ու արտահանելը մեծ խելք չի պահանջում։ 50-100 տարի հենց ստամոքսները այդ փողերով կլցնեք, բայց այդ հողից, ջրից ու օդից հարյուրավոր ու հազարավոր տարիներ օգտվելու ենք մենք, մեր թոռները ու մեր թոռների ծոռները։ Բայց եկեք դուզը խոսանք, ավտոյի պատուանից սիգարետի պաչկա շպրտողի խերին է, թե արտանետումները 625 անգամ թույլատրելի նորման գերազանցում է։ Թքած թե հղիությունը չեն ընդհատում, որովհետև պտուղը առանց ուղեղ է զարգանում։ Իրան հետաքրքիր է, որ սաղի երկիրը հեկերի վերածած գետեր ու քյաբաբնոցների վերածած այգիներ են։ Դե գնա ու այդ օլիգազավրին բացատրի, որ դու ինքը նույն երկրում եք ապրում ու պետքա տարական համակեցության կանոններ պահպանել, որ ինքը չպետք է իր ջեբի համար հանք կաչայի տանի ու այդ թունավոր պոչամբարները թողի մեր ու մեր թոռների վզերին, ու այս համակեցության կանոնները պետք է պահպանվեն ամբողջ մոլորակով, որովհետև այս նանը դոմփած քարտեզը կազմվում է մեր նման տարբեր չափի ու ձևի պետություններից, ու բոլոր տեղերում էլ կան նույն խնդիրները։ Ու երբ նայում ես քարտեզի վրա մեր փոքրությանը ու մեր պես փոքրությունների փնթի ապրելակերպը այս մոլորակի վրա, նայում ես գլոբալ տաքացման ու անապատացման հիմնախնդիրներին
ու հասկանում ես, թե ինչքան փնթի ու բառադի է մարդու կերպարը։ Հասկանում ես, որ քաքելու ու մեջը խոզի պես խրխրացնելու գիծը բնորոշ է մարդ տեսակին։ Իսկ երբ երկրին նայում ես տիեզերքից ու հասկանում ես, որ այդ գնդիկը այնքան փոքր է, ինչքան Հայաստանը քարտեզի վրա, համոզվում ես, որ վсё-таки Սերժիկը, հա ինչ անենք, թող այդ մեկն էլ տենց լինի։ Ով է տեսել Սարը բանտեն, ամուր Սարը նորից քանդը, ոնց կհասնես ծով սևանա, երբ իմ հայոց մի աչքնենա, տանն եմ հարել, էլում, դու էլ գող ես, ով արնախում, որ պոկել ես ուզում նորից տունն իմ անգամ իմ շուրթերից, երբ ինձ հետ տան տունն իմ հայկյան, երկիրն իմ ողջ, թրջկանն իմ ջինջ, դեբետն անբից, ծովից ծովս հո չեմ ուզում, լճից լիճն եմ ես երազում, կախբերանամ ողջ ազգերին, թե չթողնեն սրանց գերի սրբություններն իմ հայկական, խելքի կգամ, երբ միանան անտարբերներն ազատների, նոր Հայաստան, առանց թալան, ինչպես առանց անտուն մի տուն էլ ոնց լռեմ, միտքս լռեմ, լռության մեջ միտքս գոռամ, թե ախ, երկիրս մոլորվել, դրանից է խելքս կորել, քանդված գոշը նորից քանդում, ծով շղթայում Սար են բանտում եւ այսքան մոտ, բայց տարագիր մի ողջ երկիր բանտված է դեռ ով սրտամեր, կապան, կավարտ ու աղթալա դեռ լցված են անսպար լափով, անկուշտներով այնքան տարվեց, որ հայ վշտից խելագարվեց, արքա կոծվեմ գաղթականին, յաթաղանից այս բռնության, Շիրազն ասաց, մենք ենք սյունն այս Հայաստանի, 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 Շիրազն ասաց, մենք ենք սյունն այս Հայաստանի։ Ոչ մի անօրինական հրաման չկատարեք, ոչ մեկ ձեզ թույլ չի տվել կոչել արժանապատվություն ունենալ, եթե ձեր ժողովրդին հրեք։ Լսեցի մի անուր զայն, իմ ծերացած մորմոտեր, փայլեց նշոր ուրախության, բայց ափսոս որ երազ է